Բարև ձեզ։ Թերևս ձեզանից շատերն են տեսել այս տեսահոլովակները։ Անգլիայի հնագույն պատմագրության առաջին էջում հնագույն անգլերենով անգլոսաքսոներեն գրված է. Britten-eiland is 800 míle lang. Բրիտանիա կղզին 800 մղոն երկարություն և 200 մղոն լայնություն ունի։ Կղզում 5 ազգություն կա. անգլիացիներ, բրիտեր, սկոթեր, պիկտեր և լատինացիներ։ Առաջին բնակիչները բրիտերն էին, որոնք եկել էին Հայաստանից և ի սկզբանե բնակեցրել էին Բրիտանիայի հարավը։ Komen of Armenia und gezeten suchen waar the Britten er. Թուրքական ցեղերի էքսպանսիան կործանեց, ավերակների վերածեց և պղծեց հայկական, բյուզանդական, հունական մեծ քաղաքակրթությունները։ Այդ ժանտախտը թվում էր անկասելիորեն շարժվում էր դեպի արևմտյան Եվրոպա։ Վերածննդի դարաշրջանում ստեղծված համամարտկային արժեքները անվերապահորեն կոչնչացվեին, եթե 1571 թվականին տեղի ունեցած Լեպանտոյի ծովային ճակատամարտում չփայլեր հայ ազգի վենետիկցի Անտոն Սուրյանի ռազմական տաղանդը։ Նրա դիպուկ ականանետումների շնորհիվ քրիստոնեական երեք պետությունների Իսպանիայի, Սուրբ Հռոմի և Վենետիկի հանրապետության միավորյալ ծովային ուժերը ջախջախեցին թուրքական հզոր նավատորմը։ Դրանից մի քանի տարի անց նույն Անտոն Սուրյանը իր հայրենիքից Հայաստանից բերած դեղամիջոցի օգնությամբ երկրորդ անգամ փրկեց Իտալիան, այս անգամ արդեն իրական ժանտախտի համաճարակից։ Վենետիկում ամեն տարի նոյեմբերի 21-ին նշվում են այդ հաղթանակները։ Եվ այդ ինքնատիպ քաղաքի փողոցներից մեկը կոչվել է Անտոն Սուրյանի անունով։ Այսպես հայ ազգի Անտոն Սուրյանը փրկեց Իտալիայի ժողովրդին ժանտախտի համաճարակից, իսկ Եվրոպան թուրքական ժանտախտի ներխուժումից։ Նկարիչները տարբեր ձևերով են պատկերացրել ու պատկերել Հիսուս Քրիստոսին։ Իտալիայում Ջենովայի հայկական եկեղեցում պահպանվում և ցուցադրվում է Հիսուս Քրիստոսի իսկական դիմանկարը։ Բյուզանդիայի հայ ազգի կայսր Կոնստանտինոսի ջանքերով 10-րդ դարում դիմանկարը Հայաստանի Եդեսիա քաղաքից տեղափոխվել է Կոնստանտինոպոլիս։ 14-րդ դարում խաչակրաց բանակի կապիտան Լեոնարդո Մոնտալդոն սուրբ պատկերն այնտեղից Ջենովա է տարել։ Հետագայում դոժ ընտրվելով իհարգանս հայ համայնքի և վերականգնելով պատմական արդարությունը, նա նվիրել է պատկերը տեղի հայկական եկեղեցուն։ Դիմանկարը արվել է Քրիստոսի կենդանության օրոք, պալատական նկարիչ Անանիայի կողմից հայոց Աբգար թագավորի պատվերով։ Անուներ Քոմի ողջ անձնակազմին ևս հետաքրքրել է, թե ով է դրանց հեղինակը։ Եվ ահա, Անուներ Քոմ կայքը պատիվ ունի ներկայացնելու կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, պարոն Վաչագան Վարազյանին։ Ողջույն, պարոն Վարազյան, շնորհակալություն, որ ժամանակ գտաք մեզ հետ հանդիպելու համար։ Մեզանից էլ ավելի անհամբեր են նաև մեր ընկերները օվկիանոսից այն կողմ գտնվող, ուստի առանց ավելորդ ձևականությունների և այլնի հետևից ընկնելու առաջարկում անցնել բուն հարցերի։ Շատ լավ։ Մեր կայքում ձեր հասցեին բավական հետաքրքիր հարցեր են եկել, սակայն նախքան դրանց անցնելը կառաջարկեի մի փոքր ձեր մասին խոսեք, ներկայացնեիք ձեզ։ Լավ։ Ես ծնվել եմ Երևանում, մեծացել եմ Երևանում, սովորել եմ 34 դպրոցում ռուսական, ավարտել եմ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը Երևանի համալսարանի
որից հետո ընդունվել եմ ասպիրանտուրա Կիևում, Կիբերնետիկայի ինստիտուտում, Դիցների ակադեմիան է Ուկրաինայի, ասպիրանտուրայից հետո ես անմիջապես վերադարձա Հայաստան, աշխատանքի անցա Դիցների ակադեմիայի ֆիզիոլոգիայի ինստիտուտում, որտեղ մաթեմատիկական մոդելավորման լաբորատորիա կար, ֆիզիոլոգիայի ինստիտուտում երկար տարիներ աշխատելուց հետո անցա դասավանդման, անցա Սլավոնական համալսարան, որտեղ սկսեցի դասավանդել նեյրոնային ցանցեր, արհեստական նեյրոնային ցանցեր առարկան, հետո այլ առարկաներ եւ արդեն հիմա համալսարանում աշխատում եմ եւ զուգահեռաբար զբաղվում եմ հասարակական գործունեությամբ, ասենք Վասպուրական հայրենասական միության փոխնախագահն եմ, նրա ազգային գաղափարախոսության կենտրոնի տնօրենն եմ։ Ընդհանրապես ինչ կարծիք եք ներկայիս ուսանողների մասին։ Ձեր դասավանդման փորձը ինչ է ձեզ ցույց տալիս։ Լավ հարց է։ Ուսանողությունը հիմա կարելի ասել մեր հասարակության հայրենին է։ Ուրեմն ուսանողությունը այսպես խիստ բևեռացված է։ Միջին ուսանող չկա։ Կամ կան ուսանողներ շատ լավ, որոնք լավ գիտակցում են գիտելիքի կարևորությունը, ու կան ուսանողներ, որոնք արդեն երրորդ կուրսում արդեն ձևավորված ծրագրավորող են ու շատ լավ հաջողություններ ունեն ու նրանց հետևից արդեն այլև այլ ֆիրմաներ ձեռքեր խլում իրենց մոտ աշխատել են։ Եվ կան ուսանողներ, որոնք գալիս են այստեղ, գալիս են համալսարան, որպեսզի ասեն, դիպլոմ ուղղակի դիպլոմ ունենան։ Շատ տգեղ դեպքերի եմ հանդիպել, որոնք ուսանող ավարտում է 0 գիտելիքներով, բայց նորից կրկնեմ, որ ուսանողությունը բևեռացված է, կան շատ լավ ուսանողներ, եթե ուսանողը գիտակցում է գիտելիքի կարևորությունը ու հասկանում է, որ այ հիմա ես սովորում եմ, որպեսզի վաղը աշխատանք ունենամ ու բարձր ծրագրավորող ու բարձր աշխատավարձով հնարավոր է նաև ասենք արտասահմանյան պատվերներ ունենանք, ինձ ավելի բարձրացնում է աշխատավարձը եւ այլն եւ այլն։ Այդ ուսանողները ձգտում են սովորել ու լավ սովորում են, շատ լավ սովորում։ Իսկ մյուս ուսանողները կամ ուսանողները, որոնք Ես ինչ եմ դա ասում, որտեղ ժամանակին իմ տատիկը ասում էր, որ նախին խորհրդային միության շրջանակներում Հայաստանի այդ ուսանողությունը Մոսկվայից հետո կարծեմ երկրորդ հորիզոնականում էր գտնվում դեպի ուսմանը ձգտելու ու ընդհանրապես ուսանողների քանակով, եթե չեմ սխալվում։ Ուզում եի հասկանալ, թե այդ ժամանակներից 20 տարի անց ինչ պատկեր մոտավորապես կա, էլի։ Ճիշտն ասած կան մասնագիտություններ, որտեղ մեր ուսանողները չեն զիջում ցանկացած երկրի ուսանողի իրենց պոտենցիալով եւ գիտելիքներով։ Գիտատար ասպարեզում, ծրագրավորման ասպարեզում, օրինակ, ասենք ֆիզիկայի ասպարեզում, օրինակ, հա, ու քիմիան չգիտեմ, որտեղ արդեն արդյունաբերությունը կորել է եւ ինչպես ասենք, վատ է վիճակը, բայց մյուս ասպարեզներում, ասենք գիտատար ասպարեզներում, այստեղ մեր ուսանողները ոչ մեկի չեն միջում։ Ու ավելին, մեր ուսանողներից շատ-շատերին հաջողվում է մեծ առաջադիմություն դրսևորել ասպիրանտուրայում կամ մագիստրատուրայում դրսում։ Ցանկացած համալսարան, սկսած ասենք լավագույն համալսարաններից, վերջացած ասենք ռուսական համալսարաններ, որոնք լիճում են, բայց այնուամենայնիվ ուժեղ են համարվում։ Այնպես որ ինչ վերաբերում է սովետական տարիներին, պետք է ասեմ, որ քչերը գիտեն, որ սովետական ժամանակ ուրեմն հայկական գիտությունների ակադեմիան ունելով շատ փոքր, հա, Հայաստանում քարտը դրա չի ասել, հա, բայց ուրեմն մեր գիտությունների ակադեմիան իր ուժով համարվում էր երրորդ սովետականության մեջ,
առաջինը դե մեծ ակադեմիան է ռուսական, Ռուսաստանի ակադեմիան, կարելի այսպես մոտավորապես ասել, երկրորդը Ուկրաինան էր, երրորդը մերն էր, մենք անցել էինք անգամ Բելարուսիային, իսկ երբ այդ սովետականության գիտության մասին զեկույցը դրվեց Ամերիկայի պրեզիդենտի սեղանին 88-89 թվականներին, այնտեղ միայն այս 4 ակադեմիաների մասին խոսում են, մնացածներին ընդհանրապես հաշվի չէին լավ, այս ակադեմիա թողումներ են նրանք, բայց փաստ է։ Ու դա դեռ չհաշված հայ գիտնականներին, որոնք աշխատում են Ռուսաստանում, սա միայն տեղական մեր ակադեմիայի մասին է խոսքը։ Իսկ եթե պատկերացնենք, որ մեր օրերին Օբամայի սեղանին մի այդպիսի զեկույց կդրվեր, մեր ակադեմիան ինչ որ 50-ականի վրա կլներ։ Ճիշտն ասած, շատ կարող եմ ասել, թե որտեղ կլինեինք, հիմա մեր ակադեմիայում աշխատավարձները, օրինակ դոկտորի աշխատավարձը, գիծների դոկտորի աշխատավարձը 50,000 է մոտավորապես։ Այստեղից բոլոր հետևությունները կարելի անել, մնացածը արդեն թողնան։ Բայց, այնուամենայնիվ, եթե դու լավ գիտնական ես, դու կարող ես գրանտներ ճարել, գրանտները լավ են, ասենք, ճերգրիտ գիտությունները։ Դու քո արդյունքը ոչ մեկից կախված չի, քեզ չեն կարող թելադրել, ասենք մաթեմատիկան ոչ ոք քեզ չի կարող թելադրել, այ ես ես գրանտ եմ տալիս, բայց դու պետք է ապացուցես թեորեմը, որ այսպես հնչի, այդպես բան չկա, արդյունքը չի կարող թելադրել, այ կան ասպարեզներ, որտեղ գրանտ տվողը կարող է թելադրել արդյունքը, օրինակ հայագիտության ասպարեզ, հնագիտության ասպարեզ, ու հենց այդպես էլ դա է ցավալի, շատ ցավալի, սովետական տարիներին մեզ թելադրում էին, այդ ասպարեզներին մեզ թելադրում էին Մոսկվայից, Պոլիտբյուրոյից, որոշում էր կայացրել, որ այսպես պետք է ու վերջում, ու համապատասխան ցուցումներ էր տալիս։ Հիմա Պոլիտբյուրոյի դերը իրեն վրա վերցրել է այսպես կոչված միջազգային հանրություն։ Եվ այնտեղից արդեն ասում են, այն մենք փող ենք տալիս, բայց այսպիսի հետազոտություն պետք է անես, այսպիսի արդյունքներ պետք է ցույց տալ։ Վաղ օրինակ բերեմ, հիշում եք կոշիկի պատմությունը, որ գտնվել էր Արենայում, գտնվելուց հետո միայն 2 տարի հետո հայտնի դարձավ գտածոյի մասին, ու ես դրա մասին իմացա ամերիկյան մի հոդվածից։ Հետո նոր մեր մոտ զետին թրավել էր։ Բացի դա, դեռ հայտնի չի, 4 տարի անցել, այնտեղ ուղեղ էինք գտել, մարդու մումիֆիկացված ուղեղ էինք գտել։ Այո, Արենիում գտել էր աշխարհի հնագույն, ուրեմն պահպանված ուղեղը մումիֆիկացված, որից հնարավոր է DNK-ի անալիզ անել եւ դրանից կտորներ ըստ ինձ հասած տեղեկություններ, օֆիցիալ տեղեկություններ ուղարկվել են արտասահման, եթե չեմ սխալվում, Օքսֆորդ եւ Իսրայել, Անգլիա եւ Իսրայել, որպեսզի արդյունքները ստանանք, մինչեւ հիմա ոչ մի արդյունք չի հրապարակվել։ 4 տարի անց։ Այո։ Հետաքրքիր չէ։ Եվ առաջին հարցը Գևորգ Աբրահամյանն է ձեզ գրում։ Այո։ Մի քանի տարի է, ինչ մեծ ուշադրությամբ առիթ եմ ունեցել հետևելու ձեր եւ Բարի Սերունու աշխատություններին քարահունջի կամ ինչպես ասում են զորած քարեր մեգալիթյան կառույցի վերաբերյալ։ Կխնդրեի մեզ հեռուստադիտողներից համար պարզաբանեք ինչ բան է մեգալիթյան կառույց ասվածը, Սյունիքից բացի ել աշխարհի որ մասերում է նույն կառույցը հանդիպում եւ ինչքանով է ճիշտ այդ բոլոր կառույցները կապել մեկ քաղաքակրթության հետ։ Շնորհակալություն։ Շատ լավ։ Ուրեմն մեգալիթյան բառը նշանակում է մեծ քար։ Մեծ քարից կառուցված ինչ-որ կառույց։ Եվ հիմնականում դա վերաբերվում է հնագույն ժամանակներում կառուցված կառույցներին, շինություններին։ Ինչ վերաբերվում է Սյունիքյան կառույցին, մենք ցույց ենք տվել, որ զորած քար թարգմանությունը սխալ է։ Այնպես որ խորհուրդ կտամ մոռանալ այդ արտահայտությունը, որովհետև ես արդեն ջնջեցի։
որովհետև դա ղոշուն դաշ թուրքերեն բառից կառույցի անվանումը առաջին անգամ գիտական շրջանակներում մտցվել է 19-րդ դարի վերջում երկու հայ ազգագրագետների կողմից եւ ցավոք սրտի նրանք ուրեմն դիմել էին տեղի գյուղացիներին անմիջապես կառույցի մոտ ապրող գտնող գյուղի բնակիչները թուրքեր էին եւ չգիտես ինչու նրանց են միայն հարցրել, այլ ոչ թե ավելի ու հայերին, ունա կարող են չէ հայերին էլ հարցնել։ Տրամաբանական կներ։ Թուրքերին հարցնում են, նրանք էլ ասում ոսում դաշ։ Ու այդպես էս անվանման տակ մտավ ուրեմն գիտական շրջանառության մեջ։ 60-ական թվականներին դիրեկտ երևի լսել եք 65 թվականին Եղարնի 50-ամյակները Երևանում ցույցեր ունեցան հսկայական եւ այլ ու Պարիգբյուրոն այսպես մեղմացնելու համար այս ալիքը թույլ տվեց հայերին, որպեսզի մենք ասենք հայկականացնենք ինչ որ անվանումներ։ Օրինակ Հայաստանում գտնող թուրքացված անվանումները վերահայկականացնենք։ Դա թուրքական քաղաքականությունն իրենք բոլոր որտեղ իրեն գրավել են կամ նվաճել են եւ իրենք գերիշխանություն են հաստատել, սկսել են անվանումները թուրքացնել։ Երկու եղանակ կար, կամ թարգմանվում էր թուրքերեն, կամ ուրեմն ուղղակի թուրքավարի էին արտասանում այդ բառերը։ Օրինակ քարվաճար, չէ՞, քերբադյա, հա, կամ ասենք ծաղկաձոր, չէ՞, նա հին թուրքերեն թուրքացված անվանումը դարաչիչան էր։ Այո, նա վառ երկու օրինակ, իրենց նախկին մայրաքաղաք Իստանբուլը, դա Կոստանդնուպոլիս քաղաքի թուրքացված ձևն է, ոչինչ։ Այսպես։ Ու այդ ժամանակ թույլ տրվեց ուրեմն հայկականացնել։ Լուսեցին փոփոխությունները, օրինակ այդ ժամանակ դարաչիչակը դարձավ ծաղկաձոր, ու այսպես շատ գյուղերի անվանումներ վերահայկականացվեցին։ Այդ ժամանակի միջայլոց, եթե գիտեք, Երևանի Դինամո ֆուտբոլային թիմը վերանվանվեց Երևանի Արարատ։ Դինամո էր թե Սպարտակ էր։ Այսպես որպեսի կրտնը, որպեսի մեղմանցնեն ուրեմն այդ ալիքը։ Մեր պահանջատիրության ալիքը մեղմանցնեն։ Դա բավարարվեք այսքան, այսպես։ Ու հենց այդ ժամանակ էլ որոշվեց նաև այդ կառույցի անունը հայկականացնել, որտեղ չափազանց բացառիկ կառույց էր, չնայած չուսումնասիրված բավարար չափով, կարելի ասել համարյա չուսումնասիրված, միայն նկարագրված էր։ Այնուամենայնիվ բոլորի համար հասկանալ էր, որ սա մի բացառիկ ունիկալ կառույց է, բայց պատճառով որոշվեց հայկականացնել այնուամենայնիվ։ Եվ սխալ թարգմանվեց զորաց քար։ Մենք ցույց տվեցինք, որ կառույցը զորաց քար անվանելը սխալ է եւ դրա համար հատուկ հետազոտություն ունենք։ Ուրեմն եւ ցույց ենք տվել, որ ամենայնիվս փաստարկներ ենք բերել այն բանի օգտին, որ կառույցի նախաթուրքական անվանումը եղել է քարահունջ եւ դրա թարգմանությունը թուրքերեն դառնում է ղոշուն դաշ։ Հիմա դրա մասին չխոսենք, որտեղ հարցից մի քիչ հեռացա, ուղղակի նշելու համար, որած քար չի կարելի անվանել։ Դա ջուրելիստում թուրքերի բյուրեղացին։ Ուրեմն նու դա այդ անվանում իսկապես վնասներ է բերել։ Օրինակ գերմանացիներ էին եկել 2000 թվականին, գերմանացի հնագետների խումբ էր եկել եւ փոխանակ պեղումներ իրականացնեն այստեղ եկել էին ու սկսել էին հարցեր էին տալիս թե որտեղ է այստեղ պարտական զորանոց է եղել որպես հիմնավորեն զորաց քար անվանում իբր թե այդ կառույցի քարերի տակ զինվորներ են թաղված եթե այդպիսի միտք կա եւ բարձրացեք քարը տեսեք տակը զինվոր կա թե չկա Չէ, դա ամենահեշտ ձևն է, չէ, բայց ոչ մի բան չի արվել։ Այդ ոնց պատմության խեղաթյուրումը կոնկրետ գերմանացիներին չգիտեմ, բայց ընդհանրապես ում է ձեռնտու։ Դա շատ հետաքրքիր է։
Գերմանացիները օրինակ, հենց նույն գերմանացիները, ասեն ինչ է նրանց ձեռնտու կառույցը կապել զորքերի հետ ու կապել, ասենք, ու դիտարկել որպես մեղմ ասած գերմանոց։ Արձվեց, որ ուրեմն Գերմանիայում 1995 թվականին պեղվել էր մի կառույց Գոզեկյան շրջան անունը ստացավ այդ կառույցը, ուրեմն փայտաշեն կառույց է եղել, որի միայն հիմքերն են մնացել ու հիմքերում գտնված փայտի մնացորդներից դե օրգանական նյութը միաժամանակ որոշվում է տարիքը։ 6000 տարի։ Կառույցի ճարտարապետությունն այնպիսին է, որ հենց հնագետները, գերմանացի հնագետները միաժամանակ ասեցին, հայտարարեցին, որ սա աստղադիտարան է եւ հնագույն աստղադիտարանն է աշխարհում 6000 տարի։ Հիմա հենց այդ ժամանակ է, որ Պարիսյանին սկսեց խոսել, սկսեց ուսումնասիրել քարանձը հուշարձանը եւ սկսեց ուրեմն չափումներ կատարել ցույց տալու համար, որ դա աստղադիտարան է։ Եվ ու նրա չափումները եւ հաշվարկները բերեցին այն ուրեմն կարծիքին, որ կառույցի տարիքը 7500 տարի է։ Փաստորեն ստացվում է, որ մերը գերմանացիներին է։ Բնական է գերմանացիներին ձեռնտու չէ տանտումել եւ նրանց նպատակներին դրա գերմանոց։ Այդ մերը եւ այլն դրա հիմնական պատճառը հետեւյալն է։ Գերմանիայում ուրեմն հուշարձանների ուսումնասիրությունը ֆինանսավորում է Գերմանիայի պետությունը։ Մեզ մոտ այդ ուրեմն գործողությունը պեղումները, հնագիտական բոլոր աշխատանքները ֆինանսավորվում են դրսից։ Ես եմ ֆինանսավորում, ես էլ ասում եմ, ես կառույցն եմ պետք է ներկայացնեմ։ Սա է ցավը։ Ու մինչև հիմա մեր հնագետները չեն ընդունում, բացի մեկ հնագետից, որն առաջինն էր առաջարկել 1984 թվականին, դա սովետական տարիներն էր։ Նա ուսումնասիրեց կառույցը, պեղումներ կատարեց, թեթևակի խոսնական տեղումներ կատարեց ու առաջինն էր, ով վարկած առաջադրեց, որ այս կառույցը աստղագիտական նշանակություն է ունեցել։ Դա դոկտոր, պրոֆեսոր Ունիկ Խնկիկյանն է։ Նա ինձ իր մեր անձնական զրույցի ժամանակ պատմում էր, թե ինչպես էին իրեն համոզում արխեոլոգները, ուրիշ արխեոլոգները, որպեսզի իր դիսերտացիայից նա հանի այդ վարկածը։ Հասկանում եք։ Բայց նա ի պատիվ նրան նա չհանեց դա, չհանեց եւ այսպես մնաց ու հետո այդ վարկածի շարունակումները եղան, ուրեմն աստղագետ Էլմա Պարսանյանը ցույց տվեց, որ դա աստղադիտարան է։ Իմ ելույթից նա առաջինն էր առաջ քաշել Քարահունջ անվանումը։ Ուրեմն հենց այնպես, ուրեմն այսպես ինտուիտիվ մակարդակի վրա, որ նման է Սթոունհենջին եւ այլն եւ այլն։ Նրանից հետո արդեն Պարիսերունին սկսեց ուսումնասիրել եւ նա շատ ավելի խոր ուսումնասիրություններ կատարեց, արշավախմբեր բերեց, միջազգային մասնակցությամբ արշավախմբեր կային, որոնք հաստատեցին հաշվարկների ճշմարտացիությունը եւ նա նույնպես կառույց անվանում էր Քարահունջ, չնայած դրա համար բերում էր ոչ այնքան խորը ուրեմն փաստարկներ, նույնպես ինտուիտիվ մակարդակում, բայց դա շատ կարևոր բան է։ Ուրեմն գիտության մեջ ինտուիցիան կարևորագույն պահերից մեկն է եւ ուրեմն այստեղ նաեւ մի շատ կարևոր բան եմ ուզում նշել, պարտադիր ուզում եմ նշել, որ ուրեմն գիտության մեջ կա այսպիսի հասկացություն, գիտական համարձակություն։ Երբ մարդ իր դատողությունները անելիս համարձակություն է ունենում, ուրեմն վարկած առաջ քաշել, որը հակասում է ընդունված տեսությանը։ Գիտության պատմությանը հայտնի են շատ դեպքեր, երբ հայտնագործությունը չի հրատարակվել, վախենալով,
թե իրենց ծաղրեն, իսկ ավելի վատ դեպքերում անգամ կարող են առել, ինչպես պարեցին Ջորդան ու Բրունոին և այլն, որպեսի մերկապայամուշ չլինեմ, ես դեզ ասեմ, որ ոչ էվկլիդյան երկրաչափությունը ուրեմն 3 անգամ է հայտնաբերվել։ Առաջին հայտնագործողը հունգարացի ուսանող 19 տարեկան արտիլերիայի ուսանող Բոլիային էր, նա հայկական ծագում էր միջելոտ, ուրեմն նա հայտնագործության էությունը կայանում է նրան, որ ոչ էվկլիդյան երկրաչափությունը ուրեմն հակասություն չունի, ներքին հակասություն չունի, այսինքն կարող է գոյություն ունենալ երկրաչափական տեսությունը, ինչը հակասում է 2500 տարի շարունակ ընդունված էվկլիդյան երկրաչափության օրենքներին, աքսիոմներին, 2500 տարի պատկերացրեք, բոլորից համար ամբողջ մարդկությունը ընդունում է, որ դա անհերքելի բան է, հանկարծ 19 տարեկան մի երիտասարդ, այն էլ ոչ մաթեմատիկոս, առաջարկում է մի թեորեմ, որը ցույց է տալիս, որ ոչ էվկլիդյան երկրաչափությունը հակասություն չունի, ներքին հակասություն չունի։ Ինձ այդ երիտասարդի հայրը Բուդապեշտի համալսարանի պրոֆեսոր էր, մաթեմատիկոս։ Նա գնահատում է մի անգամից արդյունքը ուղարկում էր ընկերոջը Գաուսին։ Իսկ Գաուսը 19-րդ դարի մաթեմատիկայի աստվածն էր։ Կարլ Գաուսը։ Սա կարդում է հոդվածը եւ նամակ է գրում իր ընկերոջ, եթե չեմ սխալվում դետեկտիվ, որտեղ գրում է հետեւյալը. Կարդացեք խնդրում եմ այս հոդվածը, հեղինակը երիտասարդ, բայց անվերապահորեն հանճարեղ գիտնական է արդեն։ Ու այնուամենայնիվ Կարլ Գաուսի նման հեղինակությունը վախենում է տպագրել այդ հոդվածը, վախենալով, որ իրեն կմեղադրեն սատանայի հետ համագործակցության մեջ։ Ամենածայրագույն դեպքում կարող է նաև ուղղակի մյուսները ծաղրել նրան։ Ինչպես արվեց, ինչպես արվում է եւ դեռ կարվի միջակցությունների կողմից, միշտ էլ ծաղրվում են հանճարեղ մարդիկ, որոնք նոր բան են ասում, որը դեռ հայտնի չէր։ Դու ամբողջ ինչպես Դիխտերբերգն էր ասում, այնտեղ որտեղ 100 տարի առաջ գիտության կենտրոնն է, այսօր գիտության սահմաններն են։ Այո։ Հիմա տեսեք, նրանից հետո Ռիմանը վերաստեղծեց այդ տեսությունը ու նորից վախեցավ հրատարակել։ Նրանից հետո Լոբաչևսկին ստեղծեց ու արդեն հրատարակեց։ Հետո իհարկե մոռացանք Բոլիայի մասին եւ հիմա ամբողջ Եվրոպայում ոչ էվկլիդյան երկրաչափությունը կոչվում է Ռիմանի Լոբաչևսկու երկրաչափություն։ Բայց դրա հեղինակը Բոլիային էր, հայ երիտասարդ, որ 19 տարեկան հասակում լինելով ռազմական ակադեմիայի արտիլերիայի ֆակուլտետի ուսանող ազատ ժամանակ այդ թեորեմն ապացուցեց։ Այսպիսի բաներ կան։ Հիմա ինչ եմ ուզում ասել։ Ահա այդ համարձակությունը ուներ առաջին հերթին, առաջինը տվյալ հարցում դրսևորեց Մոնիկ Խնկիկյանը, երկրորդը դրսևորեց Պարիսերունը։ Գիտենք, որ Պարիսերունում ուրեմն որոշ միջակ գիտնականներ ծաղրեցին ու մինչև հիմա շարունակում են ծաղրել։ Հետաքրքիրն ինչ է, իր կենդանությանով ոչ ոք այդ միջակցություններից չէր համարձակվում գնալ իր մոտ եւ ասել, գիտես, իմ կարծիքով դու սխալ ես, դա փաստարկ չունի։ Իսկ հիմա մահացած մարդու հետևից ինչ ասես ասում են։ Կրկնում եմ, միայն միջակցությունն են այսպես։ Իսկ լուրջ մարդիկ, լուրջ գիտնականներ, ոնք հասկանում են, որ գիտեք, ցանկացած վարկած պետք է դիտարկվի։ Ավելին ձեզ ասեմ, Մենդելեևը շատ հետաքրքիր երկու միտք է արտահայտել, որոնք ուղղակիորեն կապում են այս խնդրի հետ։ Նա ասում է,
Եթե դու չունես վարկած, դու փաստերը չես կարող նկատել։ Եվ երկրորդ, ավելի լավ է դու ունենաս վարկած, որը կհերկվի, քան թե ընդհանրապես վարկած չունենաս։ Հիմա մեր շատ հնագետներ, հնագիտության ինստիտուտի տնօրենի գլխավորությամբ աշխատում են առանց վարկած։ Ուղղակի առանց վարկած։ Սա է ցավը, այդ հարցում, ինչ վերաբերում է հարցի մյուս մասին, ասեմ, որ նմանատիպ կառույցներ կան ոչ միայն Սյունիքում, անձամբ ես, ոչ միայն Սիսիանի մոտ, անձամբ ես հայտնաբերել եմ նմանատիպ կառույց հենց Քարահունջ գյուղի մոտ։ Ուրեմն, տեսեք, կառույցը, Քարահունջ կառույցը Սիսիան քաղաքի մոտ է գտնվում։ Նրանց 27 կիլոմետր հեռու գտնվում է Գորիս քաղաքը։ Գորիս քաղաքից մի քիչ դեպի հարավ Քարահունջ գյուղ կա։ Եվ ուրեմն վայ պատմաբանների եւ վայ հնագետների եւ վայ լեզվաբաններից որոշ մարդիկ ասում են հետեւյալը, որ Քարահունջ գյուղը կառույցից գտնվում է 27 կիլոմետր հեռավորության վրա։ Ինչպես է դուք այդ երկու անունները իրար կապում։ Մենք ցույց տվեցինք, որ Քարահունջ գյուղի մոտ կա նմանատիպ կառույց։ Մենք ցույց տվեցինք, ու դա հայտնի փաստ է, որ Օրբելյանը, Ստեփանոս Օրբելյանը միջնադարում 12-13-րդ դարերում նշում է իր գրքում Սյունիքի պատմություն գրքում նշում է Քարունջ գյուղ Սիսիան քաղաքի մոտ։ Այսինքն ստացվում է, որ կառույցի մոտ կար Քարունջ գյուղ։ Գորիսի մոտի գտնվող Քարահունջ գյուղի մոտ կա նմանատիպ կառույց։ Նույն անունով Քարահունջ գյուղ կա, գյուղաքաղաք է դա արդեն Նախիջևանում։ Նույն տիպի կառույց, նույն անունով գյուղ, երկու գյուղ կա Ղարաբաղում։ Մեկը ուրեմն բանի մոտ է գտնվում, Շուշիից ոչ հեռու է գտնվում, մյուսը գտնվում է Հյուսիսում, Շահումյանում, որ հիմա օկուպացված է վայրի ցեղերի կողմից, մենք այնտեղ չենք կարող մուտք ունենալ, ու իսկ հաջորդ տարի ես պլանավորում եմ գնալ նաև Ղարաբաղի Շուշիի մոտ գտնվող Քարահունջ գյուղի մոտ ու փորձել այնտեղ գտնել նմանատիպ կառույց։ Իմ վարկածով, իմ պատկերացմամբ գյուղերն են ստացել կառույցից անվանումները, որովհետև գյուղը կառուցվում է, ասենք, եւ գյուղի անունը, այսպիսի դեպքեր շատ կան, գյուղի անունը տրվում է նրա մոտ գտնող նշանավոր կառույցի անունով, այսպես է, հիմա, նման օրինակներ շատ կան, չստանալան դրա վրա, ուղղակի ես մի բան եմ ասել, որ Հայաստանում կան շատ նմանատիպ կառույցներ, այսպիսի մեգալիթյան կառույցներ կան նաև Ույց գյուղի մոտ, որը Սիսիանի դեպի հարավ է գտնվում, անցյալ տարի մենք շատ հետաքրքիր քարեր հայտնաբերեցինք, անցքերով քարեր հայտնաբերեցինք Հարժիս գյուղի մոտ, Գորիսի և Սիսիանի արանքում է գտնվում, այնտեղ անգամ մենք մի քար գտանք կանգնեցված, որը անցքը փորել էին ու չէին վերջացրել։ Շատ կարևոր փաստ է, որը ցույց է տալիս, որ ի հակառակ այսպես կոչված իրենց գիտնական համարող արխեոլոգների, որոնք համարում են, որ անցքերը բացվում էին քարերի վրա, այդ քարերը քաշ տալու համար, անգամ կավարկած, որ սա ընդհանրապես զավեշտալի է։ Իրենք գիտնական են համարում, բայց այսպիսի վարկատ են առաջ քաշել, որ այդ անցքերը բացվել են ձիեր կապելու համար, 2 մետր բարձրության վրա անցքերը բացվում, որ ձի կապվելու։ Հա, այդ մակարդակի է։ Անգամ, հա, դա դեր են ասում, իրենք գիտնական են համարում։
նմանատիպ կառույցներ գտնված են նաև Արևմտյան Հայաստանում։ Շատ հետաքրքիր է, Մասիսից Տորոտում են գտնված, ամերիկացիներ են գտել եւ ուրիշ բացատրություն չունենալով ասել են, թե դրանք Նոյան տապանի խալիցքներն են, այդ անցքերից կապել են ու որպեսի նավը կանգնի։ Ну, չիրես ոնց է, ну, в общем, ես վարկաշ չունես, ինչ ասես կարող ես անել։ Նմանատիպ կառույց կա նաև Արևմտյան Հայաստանում Պոստասալի մոտ, այդ դա նշանավոր կառույց է, որը հիմա հայտնի նույնպես էլի թուրքացված անունով Գյոբեգլի թեփ է։ Այս կառույցի մասին արժի առանձին խոսել, ես խոսեմ դրա մասին։ Եվրոպայում լիքը նմանատիպ կառույցներ կան, լիքը ահավոր շատ։ Դա խոսում է այն մասին, որ եղել է մի քաղաքակրթություն, որ այս կառույցների մշակույթը տարածել է Եվրոպայում մեկ։ Դրա մասին առանձին մենք զգուշեն դա շատ հետաքրքիր թեմա է։ Անձամբ ինձ օրինակ միշտ հետաքրքրել է այդ կառույցների կենտրոնացվածությունը մի տեսակ կոնկրետ Հայաստանի այդ հատվածում, էլի ինչ շատ հետաքրքիր է, դրան որևէ բացատրություն կա։ Կարծիք կա, որ Սյունիքը եղել է ընդհանրապես քաղաքացիության ամենահին այսպես կենտրոնը։ Այստեղից է տարածվել գրային համակարգերը Սյունիքից, այստեղից է տարածվել ընդհանրապես քաղաքակրթությունը։ Այս մասն է խոսում զարվապատկերները եւ նրանց մեկնաբանում։ Եվ դա արել է հայ գիտնական ժամանակակից ֆիզիկոս մասնագիտությամբ իմիջիալոց շատ հետաքրքիր է Համլետ Մարտիրոսյանը, ուրեմն այլ փաստեր կան խոսող այն մասին, որ Հայաստանն է ընդհանրապես քաղաքակրթության օրրանը։ Սա էլ դեր հարցի պատասխանն է։ Այստեղից է տարածվել ամենախիտ Բայց կարծես անբարենպաստ պայմանները Սյունիքում են։ Գիտեք ինչ ժամանակ կար, օրինակ մի փաստ բերեմ, հա։ Զարապատկերներում 3500 մետր բարձրության վրա, այս տարի մենք գնացինք զարապատկերներ տեսանք Համլետ Մարտիրոսյանի հետ։ Ուրեմն 3500 մետր բարձրության վրա նավ է պատկերված, ու մի քանի նավեր են պատկերված, ծովային նավեր, հարց, որտեղ այդ մարդիկ կարող են ծովային նավ տեսնել և ուրեմն պատկերել, և ինչու պետք է պատկերել։ Արագածներով նավեր։ Արագած չէր, կայմ կա, և ուրեմն թիավարվող։ Ուրեմն այստեղ մեզ օգնության հասավ երկրագիտությունը, գեոլոգիան, պալեոգեոլոգիան։ Պարզվում է, որ 12000 տարի առաջ և նրանից մի քանի հազար տարի ավելի հետ, 18-12000 տարի առաջ, Կասպից ծովի հերթական բարձրացման ժամանակաշրջաններ և այնքան էր բարձրացել Կասպից ծով, որ Սյունիքը և Լեռնային Ղարաբաղը դարձել էին մերձափնյա տարածքներ և նավարկելի։ Այստեղից պարզ է դառնում, թե երբ են նկարվել այդ զարվապատկերները, չէ, որտեղ դրանից հետո ծով այնքան էր հեռացել, որ այդ մարդիկ ուղղակի հնարավորություն չէին գնալ ծովը տեսնել ու նավեր տեսնել ու գալ տեղ պատկերել, չէ։ Ուրեմն այդ ծովի ու նավի արկայությունը նրանց համար սովորական երևույթ է։ Իրենց առօրեական դրա համար են նրանք պատկերել այս առարկաները։ Չէ։ Ի թիվս այլ առարկաներ, ասենք, Արորը, չգիտես, Ղութանը, Եզդները, բան եւ այլն։ Նավեր էլ կան, դա իրենց առօրյա կյանքի մի մասն էր։ Ես ուզում եմ մի քանի բան ներկայացնել քարանջի հետ կապված։
իմ հայտնագործություններից, որը կապում են միազգեքորեն կապում են կառույց աստղերի հետ։ Սա արդեն ուղղակի անհերքելի է։ Դա իմ հայտնագործությունը ցավոք սրտի, երբ ես անդրադարձա այս խնդրին, Պարիսերունին արդեն ծանր հիվանդ էր, երբ ես ստացա առաջին արդյունքները, նա արդեն մահաններ էր, եւ ես հնարավորություն չունեցա նրան ուրախացնելու այս փաստերի բացահայտման։ Ես ցույց եմ տվել, որ կառույցի ճարտարապետությունը արտացոլում է Կարապի համաստեղությունը։ Ուրեմն տեսեք, սա կառույցի հատակագիծն է, ըստ Պարիսերունի։ Չափումները ճշտվել են միջազգային մասնակցության արշավախմբի կողմից։ Սա Կարապի համաստեղությունն է։ Ինչպես տեսնում ենք, թևերի բացվածքը ուղղակի համապատասխանում է Կարապի համաստեղությանը։ Բացի դա, այստեղ կա մի քար, որը շատ խոշոր քար է, եւ այս քարը համապատասխանում է այս համաստեղության ալֆային, դենեբին։ Կառույցից արևելք ընկած տարածքը սովետական տարիների 30-ական թվականներին վերածվել կոլխոզի դաշտի եւ քարերը բուլդոզերներով քշվել են եւ մոտավորապես այստեղ կույտ է գոյացել այդ քարերից։ Հավանաբար այստեղ կային այս քարերի այս Կարապի համաստեղության այս մասը։ Հիմա անդրադառնանք կառույցի տարիքին։ 3 կարծիք կա կառույցի տարիքի մասին։ Առաջին կարծիքը հայտնել է Ունիկ Խնկիկյանը, նա իր հետազոտությունների ընթացքում տարածքում փոստական պեղումներ կատարելիս հայտնաբերել է ոսկորներ, հայտնաբերել է խեցեղեն եւ դրանցով որոշել է տարիքը 4000 տարի պլյուս մինուս 200 տարի։ Հիմա ես համարում եմ, որ ճիշտ է ասում Ունիկ Խնկիկյանը, որ այդ ոսկորների եւ խեցեղենի տարիքը 4000 տարի է։ Բայց ոչ մի փաստ չկա հիմնավորող, որ այդ խեցեղենը եւ ոսկորները այստեղ են գտնվում կառույցի հիմնադրման ժամանակից։ Այդ ոսկորներն ու այդ խեցեղենը այդտեղ կարող են հայտնվել ցանկացած ժամանակ։ Նրանից հետո այս անցքերը ուրեմն հորիզոնական չեն բացված, այլ բացված են անկյան տակ, այսպես։ Ու անցքերի մեծամասնությունը համարյա բոլորը նայում են լեռներից վերև գտնվող հորիզոնին։ Ուրեմն Պարիսերունին ենթադրել ու հենց այդ պատճառով էլ նույն ենթադրությունը արել նաև Ունիկ Խնկիկյանը, որ այս անցքերը այնպես են բացված, որ սրանցով կարելի է աստղերին դիտել կամ արեգակին կամ լուսնին, այսինքն երկնային լուսավորներին հետևել։ Ուրեմն ենթադրեց Պարիսերունին, որ այս անցքերը բացված են, որպեսզի բռնեն այն պահը, երբ այսինչ կամ այնինչ լուսատուն դուրս է գալիս հորիզոն, երևում է երկնականով։ Ահա նա սկսեց չափել, հաշվել, թե նշանավոր մեծ աստղերից որն էր, որը կարող էր դուրս գալ հորիզոնի այն կետում, որին նայում է տվյալ աստղը։ Այս մեթոդը։ Ու գտավ, որ այսինչ աստղը այսինչ ժամանակ երևում էր այս կետից նայելիս այս անցքով նայելիս։ Ահա այս բոլոր անցքերը նայելով եւ միջինացնելով արդյունքները եկավ այն եզրակացության, որ կառույցի տարիքը 7500 տարի է։ 7500 տարի։ Սա արդեն սենսացիա է, որովհետեւ այսպիսի հսկայական կառույց կառուցելու համար պարտադիր էր պետականության ինչ որ ձևի գոյություն։
Դրանից առաջ համարվում էր, որ առաջին պետականությունները 6000 տարի առաջ առաջացել են Շումերում, այսինքն Միջագետքի հարավում եւ Եգիպտոսում։ Եթե մենք այսպիսի կառույց ենք ցույց տալիս 7500 տարի տարիքով, սա նշանակում է, որ այս տարածքում հասարակությունը այնպիսի զարգացել ուներ, որ պետականությունից ձևավորել։ Դա արդեն փոխում է մեր պատկերացումները պատմագիտության մեջ, մարդկային քաղաքացիության զարգացման հարցում փոխում է մեր պատկերացումները, թե որտեղ է ծագել առաջին պետականությունը։ Սա է խնդիրը։ Բայց ես գտնում եմ, որ Պարիս Հերումին ցույց է տվել այս անցքերի բացելու տարիքը։ Հենց նա հետաքրքիր մի դատողություն են անում իր գրքում, այս ամբողջ տարիքները, չափումները, բաները նկարագրելուց հետո վերջում մի նախադասություն է գրում, առանց որևէ հիմնավորման, ուղղակի զուտ ինտուիտիվ։ Ու դա է կարևորը, ես համարում, նա վարկած է առաջ քաշում, համարձակորեն վարկած է առաջ քաշում, թող մարդիկ գան ու հերքեն, եթե կարող են։ Ուրեմն նա գրում է, այո, անցքերը բացված են 7500 տարի առաջ, բայց ես կարծում եմ, որ կառույցը հիմնադրվել է շատ ավելի վաղ ժամանակներում, մոտավորապես 15000 տարի առաջ, վերջակի։ Այսպիսի վարկը, ու վերջ, մենք առաջ քաշեցինք մեր մոտեցումը կառույցի տարիքը որոշելու հարցում։ Նորից անդրադառնանք երկու նկարներին։ Տեսեք, կառույցը հիմնականում կրկնում է թևերի բացվածքը, հա, այստեղ շատ լավ համընկնում է, այստեղ, տեսեք, բացվածքը ավելի մեծ է, քան թե այստեղ, անհամապատասխանություն կա։ Ես կիրառեցի ոչ հստակ երկրաչափության մեթոդները, որպեսզի ցույց տամ այս երկու պատկերների նմանության աստիճանը։ Եվ արդյունքը շատ բարձր նմանություն է, դրա ամբողջ 85 գործակցով նման։ Բայց այո տես, պատմեց, որ այս աստրը եւ այս երկու աստրերը ամբողջ համակարգության մեջ, համաստեղության մեջ, այս երկու աստրերը ամենաարագ ինքնուրույն շարժում ունեն։ Մենք հաշվարկ կատարեցինք աստղային երկինքը 4000 տարի առաջ։ Ինչ տեսք ուներ Կարապի համաստեղությունը այն ժամանակ։ Պարզվեց, որ այս բացվածքը փոխվում է եւ մոտենում է կառույցի բացվածքին, բայց չի համընկնում։ Մենք հետաշվար կատարենք 7500 տարի առաջ, տեսանք, որ էլ ավելի է մոտենում այս պատկերին, հետո կատարեցինք 14000 տարի առաջ, եւ տեսանք, որ ամենամեծ նմանությունն է 14000 տարի առաջ։ Այո։ Սա խոսում է այն մասին, որ մարդիկ կառուցել են կառույցը նայելով աստղերի դասավորը։ Ուրեմն ինչ տեսնում էին երկնքում, այն էլ պատկերել են երկրի վրա։ Այս սկզբում եւ անցքերը բացվեցին։ Անցքերը բացվել են հետո։ Ի սկզբանե, ես ձեզ ասեմ, կարծում եմ, որ ի սկզբանե կառույցը ունեցել է զուտ կրոնատիսական նշանակություն։ Հետո, հազարամյակներ հետո, այն սկսել են օգտագործել նաև որպես, ասենք, օրացույց։ Ասենք, տեսեք, այստեղ կառույցի վրա, նայեք, կառույցի վրա այստեղ դեպի հյուսիս արևելք նայող միջանցք կա։ Այս միջանցքը նայում է այն կետին, որտեղ ծագում է արևը ամառային արևադարձի օրը, հունիսի 21-ին։
մենք գնացել ենք այնտեղ եւ դա բարձել ենք։ Հենց այդ օրը գիշերը նայել ենք այդտեղ եւ այլ նկարները կան եւ այլ։ Այսպես ուրեմն սա օգտագործել է որպես տարվա սկիզբ որոշող մի կառույց մեկ։ Երկրորդը շատ հետաքրքիր բան հիմա ասեմ դες տեսեք հնագետներն այն կարծիքին են որ նմանատիպ օրացույցերը պետք է ուղղված լինեն այն բանին որ գյուղատնտեսական աշխատանքի սկիզբը ալդարել բայց եկեք մի քիչ մտածենք ասենք հայտարարեցի որ մարտի 21-ն եկել է եւ պետք է ցենք վարուցանք բայց Անդրեև է ձուն է եղանակ այնպիսին որ հնարավոր չի վարուցանք անել ուրեմն ինչի մասն է խոսքը հիմա որևէ մի գյուղացի կա որ օրացույցին նայում է բայց մարտի 21-ն է սկսենք գնանք որ արտը բանանենք չէ ինքը նայում է եղանակը լավն է ուրեմն պետք է սկսել անձամբ իմ հողամասում Աբուրյանի շրջանի Շահաբ գյուղի մոտ է գտնվում հողամասը ես գյուղացիներին հարցնում էի դե ես ամփորձ էի բանի գյուղատնտեսական աշխատանքների համար ասում եմ երբ պետք է բան անենք սածիլները տնկենք ինձ ասեցին տեսնում ես հատիս սարի գագացին հենց ձունը վերագալիս տենց ասում վերագալիս այսքան վերանում է այդ ժամանակ սատիլները տնկելու ժամանակ վերջ սեպտեմբերի 8-ն է թե մարտի 21-ն է դա ոչ մի նշանակություն չունի ուրեմն ինչի է պետք ճշգրտորեն որոշել օրը բանից պարտնում է ու տրամաբանում ենք մենք ուղղակի որ այդ ճշտության օրը որոշելը կապված է կրոնատիսական արարողությունները կատարելու հետ մարտի այն ժամանակ աստղերն էին աստվածացում Այն Սիրիուսը դուրս օրինակ եմ բերում կապ չի օրինակ եմ Սիրիուսը դուրս եկավ սա այսինչ աստվածության երկրպագելու օրն է հասկանում ու գյուղատնտեսական աշխատանքներ ոչ մի կապ չունի դրա համար է պետք այդքան ճշտությամբ որոշել այսինչ աստղի ծագման օրը հասկանում ուրեմն այստեղ ու հին աշխարհում շատ մեծ նշանակություն է կրոնատիսական արարողությունները ամենամեծ նշանակություն դրան են տալ հենց դրա համար են ծախսում այդքան հնարավորություններ ու ժամանակից լեզվով ասած այդքան ֆինանսներ այսպես ահռելի կառույցներ կառուցելու համար որպեսզի կրոնատիսական արարողություններ կատարեն ու դե իրենց կյանքի իմաստը նաև դա է իմաստավորվում է աստվածների հետ շփումով նրանք ինչ է որոշում ամեն նրանց հետ պետք է իրենց հարցերը լուծեին մարդիկ իրենց հետ պետք է հաղորդակցվեին ահա այս դրա համար է պետք այդքան ճշտությամբ գտնել դրանք ու որոշել ու այդտեղ դեռ լիքը անելիք կա որպեսզի ցույց տան թե այսինչ անցքով նայելիս այսինչ աստծուն նվիրված աստղի ծագման օրը որն էր ու այստեղ արդեն այդ տվյալները համադրենք եղած միֆոլոգիայի հետ սա ես ասում եմ ուրեմն հետազոտությունների զարգացման ուղին որ ձեր խոսքերից տեղյակ եմ որ փորձ է ձեռնարկվել եռաչափ մոդելավորման քարահունջի աստղերի տարանը խնդրեի ավելի մանրամասն պատմեք դրա մասին ինչ նպատակներով եք դա անում եւ ինչ նորամուծություններ կան դրանում այստեղ ուրեմն երկու նպատակ կա առաջին երևացող այսպես չգիտեմ կոմերցիոն նպատակ բայց ոչ անձնական ինձ համար կոմերցիոն նկատում եմ եթե մենք կառուցենք այս շինության եռաչափ պատկերը եւ դնենք ինտերնետում ասենք հա դա տուրիզմի զարգացման համար շատ կարևոր խթան է տարածաշրջանի զարգացման ասպարեզում մարդիկ կտեսնեն որ այսպիսի կառույց կա մի հատ կմտնեն կտեսնեն մեջը թե ինչ է տեղում ոնց է հաստատ շատ է գան Հայաստան
դա տեսնելու, այսպես շոշափելու դա։ Բայց կա նաև մեկը ավելի բարձր նպատակ, դա գիտական նպատակ։ Ուրեմն, տեսեք, մենք փորձ ենք կատարել ու արդեն բավականին աշխատանք կատարվել է, շատ մեծ աշխատանք է կատարվել լրիվ էնտուզիազմի հիման վրա, լրիվ։ Եթե ինչ-որ փող է ծախսվել է իմ հաշվին։ Ես ուսանողների խումբ, տարա քարահունջ, և մենք այնտեղ չափագրումներ կատարեցինք, ամեն քարի դիրքը մեկ և լուսանկարեցինք ամեն քարը 4 կողմից։ Այս նկարները հիման վրա հետո կառուցեցինք ամեն մի քարի եռաչափ պատկերը։ 223 223 քար, արևի տակ, ամբողջ օր աշխատեցինք այդ խումբը և կարողացանք այդ բոլոր նկարներն ունենալ, ասեմ, մի անգամ ցավով եմ ասում, այնտեղ մի քար գողացել է, կամ կորել է, այսպես անում, կորել է, եթե կորել է, չէր կարող, չէ, քամին, չէ, կորել, մեկ էլ տարել է, դա գողություն է կոչվում։ Շատ կարևոր քար է կորել, 95 համարի քարը, համ 11 ջենախացուցին։ Դե ինձ թվում է հենց ունես տեղը հենց այդ համարի քարը չկորավ։ Այո, ու այդ արդեն այսպես կրիմինալիստների խնդիրն է, թողին են այդ հարցով։ Ուրեմն մենք նկարեցինք, հետո կատարվեց եռաչափ քարի, ուրեմն կառուցումը տրիդե մաքսով և ամեն ինչ պատրաստ է, որ այդ պատկերները տեղադրենք լանդշաֆտի մոդելի վրա, դա էլ կա։ Այդ հարցում դիպլոմային աշխատանք պաշտպանվեց գիտական մաթեմատիկայում, բակալավրի կոչում ստացան 2 երիտասարդները, ովքեր մասնակցում էին այս գործին, մնացել է նաև հետևյալն անել։ Մենք ուզում էինք ի սկզբանե ծրագրավորված է հետևյալը, մոդելը, աստղային երկնքի մոդելը կառուցել և շարժը կառուցել և եռաչափ պատկերի մեջ համակցել այդ երկու ծրագրերը, աստղային երկնքի մոդելը և քարահունջի մոդելը, և պետք է պահպանել, խնդիրն առնել, որ պահպանել, մեծ ճշտությամբ պահպանել քարերի դասավորվածությունը և անցքերի ուրեմն անկյունները, ուղղվածությունը, որպեսզի մենք կամպյուտերի միջոցով կարողանանք նայել համտասան անցքից այս ուղղությամբ ու աստղային երկինքը մոդելավորելով բերել գտնել այն ժամանակը, երբ այսինչ աստղը այդ դուրս էր գալիս։ Շատ հետաքրքիր գաղափար է։ Ցավոք սրտի եկավ մի պահ, երբ շատ ծանր ֆինանսական այսպես պրոբլեմ կար, այսինքն պրոբլեմը որն է, մարդիկ չէին կարող այդքան աշխատանք կատարել ձրի։ Մարդիկ աշխատում են, փող են ծանում իրենց աշխատանքի տեղը և երեկոյան գործից հետո տանը դա անում էին։ Ինչքան կարելի է դա անել, հնարավոր չէ։ Հիմա եկել ենք կանոնել ենք այն բանի առաջ, որ պետք է արդեն մոդելավորել աստղային երկինքը։ Դա և մաթեմատիկա է, այստեղ պետք է աստղագետների հրավիրենք, այս մարդիկ էնտուզիազմով աշխատում էին։ Հիմա պետք է գտնել նաև մի աստղագետի, որ էնտուզիազմով դա անի, կարծում եմ, որ ուղղակի ամոթ է այդպիսի առաջարկով դիմել որևէ մեկին։ Այս կամավորներն էլ իրենք են առաջարկել, ես ոչ մեկին ոչինչ չեմ խնդրել ու չեմ առաջարկել։ Իրենք իրենց կամքով ինտերնետից իմանալով այս մասին եկան եւ այլ նույնպես կաջակցենք ամեն ինչ անենք։ Հիմա էլ են պատրաստ դրի աշխատել, բայց ես եմ դադարեցնում, ասում եմ ամոթ է, չի կարելի։ Հիմա այս ֆինանսավորումը փնտրում, ես դիմեցի պետական ֆինանսավորման, ցավոք սրտի կարծում եմ տեխնիկական պատճառով մերժում ստացա։ Հետաքրքիր իմանալ տեխնիկական պատճառը որն է։ Վերա, ինչ-որ այդ չխորանանք, ուղղակի մերժվեց, ես համարում եմ, որ տեխնիկական պատճառ է։ Ինչ-որ է։ Մոտնեց տպավորությունը տարեց տարի ես հասկանում եմ, որ Հայաստանի ողջ պատմությունը այդպես էնտուզիաստների ջանքերով է գրվել։
Գիտեք ինչ է, ես համարում եմ, որ այս ասպարեզում մենք ֆիդայիններ ենք։ Ուրեմն տեսեք, ֆիդայինը ով էր առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Տեսնում են, որ պետականություն չունենք, ժողովուրդ կոտորվում է, խնդիրներ կան։ Ռանչպարը, գյուղացին, քաղաքի աշխատավորը, չէ, իրենց գործը դրեցին, զենք վերցրեցին, բարձրացան սարերը, խմբեր կազմեցին, որպեսզի ազգին պաշտպանեն, ազգօգուտ հարց լուծեն, ամենակարևորագույն հարցը, չէ, ազգը պետք է պահել, ու նրանք կռվեցին, նրանց մասին երգեր հյուսվեցին եւ այլ, նրանցից ոչ մեկը փող չաշխատեց դրանից, նրանցից ոչ մեկը բան չունեցավ, զոհվում էին, չէ, նրանց մասին երգեր էին ստեղծում մաքսիմում, ուրիշ ոչինչ։ Ու հիմա միայն հիմա նրանց անուններով ասենք ինչ որ բաներ են կոչվում, դպրոցներ կան բաներ։ Հիմա մենք այստեղ տեսնում ենք հետևյալը, տեսնում ենք, որ մեր գիտությունը վնասված է, վտանգված է, հայագիտությունը վտանգի տակ է գտնվում։ Պատմաբանները չեն անում իրենց գործը լավ մակարդակով, այն մակարդակով, որը ինձ որպես մտածող մարդու, տրամաբանող մարդու կգոհացնի։ Որպեսի օրինակ բերեմ, որպեսի բան չանում, չէ, օրինակ, հնագետը ասում է, որ այս կառույցի անցքերը բացված են ձի կապելու համար։ Եթե դուք տեսնեք այդ քարերի, ինչքան մեծ դժվարությամբ են անցքեր բացել, 2 մետր, 1 մետր բարձրության վրա, ու ինչ ճշտությամբ են բացվել, անկյան տակ, որտեղ է տրամաբանությունը, պարոն գիտնական, չէ, ձի կապելու համար ցանկացած գյուղացի կբացատրի ինչպես են ձին կապում, վերցնում են նրան փայտ, խփում են հողի մեջ, ձի ու բան կապում, սանդը կապում են դրան վերջ, ու ձին չի հեռանում։ Ուրեմն մենք որոշեցինք, անձամբ ես այդպես եմ սկսել սենց բաներով զբաղվել, որտեղ մասնագետով կոչված է դրանով զբաղվել, տեսնում եմ, որ ծիծաղաշարժ վարկածներ առաջ քաշում, ծիծաղաշարժ ուղղակի, ու դրա համար իզուր չէ, որ այս հարցերով զբաղվում են ֆիզիկոսները, մաթեմատիկոսները եւ հազվադեպ մասնագետները, այս բաներ կանոններ զբաղվում են, ու արգասաբեր են զբաղվում, բայց նրանք այդ մասնագետները մյուս այսպես կոչված միջակությունների կողմից ծաղուծանակի ենթարկվում։ Դրա համար շատ-շատերը վախենում են խոսել այդ մասին։ Վերջինաշով այդ մարդիկ երիտասարդներ, որոնք իրանց մասնագիտությունն է, իրանք իրենց կյանքը կապում են այդ մասնագիտության հետ ու մտածում որ վաղ ասել պետք է պաշտպանեն։ Հիմա եթե ասեն բաներ գրեմ, ո՞նց եմ պաշտպանեմ։ Եթե ամբողջ այսպես կոչված մասնագետները ծաղուծանակի ենթարկվում։ Բնական է, որ փորձում են իրենց հեռու պահել այդ բաներից։ Ու դրա համար ֆիդայական շարժում է սա, իրական դիտության մեջ ֆիդայական շարժում է։ Ով կասի, որ Անդրանիկ զորավարը զորավար չէր, այդ նա ֆիդային էր, չէ, նա կրթություն չէր ստացել զինվորական։ Ով կասի, որ նա մեծ զորավար չէ։ Հիմա ով կասի, որ Համլետ Մարտիրոսյանը մեծ գիտնական չէ։ Հենց իր ասպարեզում, հնագիտության, հայագիտության ասպարեզում, ոչ որ իրավունք չունի դա ասել։ Ու նրա նման շատ էր, Արմեն Դավթյանը, որը շինարարությամբ է զբաղվում, մասնագետ է միջազգային։ Կարծեմ ֆիլմ են չէ՞ մա Գերմանիայում նկարում։ Երևի չգիտեմ ճիշտն ասած։ Սարգիս Այվազյանը, ֆիզիկոս, բայց ցույց է տվել, որ ուրեմն ուրարտական արտանագությունների լեզուն համընկնում է հայերենի հետ։ Մաթեմատիկոս է, նա ծրագրավորող է, ցերեկ աշխատում է, սինոպսիս հիմնարկում, երեկոյան զբաղվում է այդ գործով։ Ինչ է սա, ֆիդայություն չի, բայց չէ։ Ես դասավանդում եմ, բայց երեկոյան կամ արձակուրդին նվիրում եմ այս խնդիրներին։
Հիդայություն չէ, բան չէ։